Մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայացք վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանին։ Բարև ձեզ, Տիկին Մխիթարյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Մխիթարյանն արդեն 37 օր է, ինչ Ադրբեջանը տոտալ շրջափակման մեջ է պահում Արցախը։ Այս ընթացքում Ալիևը ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ իրենց նպատակը Արցախը հայաթափելն է։ Նա նաև ասաց, որ արցախցիները կարող են դուրս գալ Արցախից, ճանապարհը բաց է։ Այսինքն այս խոստովանությունը կարող էր լավագույնս օգտագործվել։ Ձեր դիտարկմամբ Հայաստանի իշխանությունների կողմից հակազդեցություն կա Ալիևի այս ռետորաբանությանը եւ գործողություններին։ Շնորհակալություն։ Այո, 37-րդ օրը արդեն մեր 120,000 հայրենակիցներ շրջափակման մեջ են եւ արդեն հումանիտար աղետը որոշակի դրսևորումներով տեսանելի է։ Սա իսկապես սարսափելի իրավիճակ է եւ այո, շատ ճիշտ եք նկատում, հարևան երկրում, թշնամի երկրում արդեն բացահայտ խոսում են այն մասին, թե ինչ նպատակներ է հետապնդում այս շրջափակումը։ Իհարկե նպատակները միայն չեն սահմանափակվում դրանով, նույնիսկ մակերեսային նպատակներից է, հա, այնտեղ շատ ավելի խորքային նպատակներ է հետապնդում Բաքուն, բայց ըստ էության բացահայտ ասում են, որ իրենց պետք է Արցախ առանց հայերի։ Ճանապարհը բաց է դուրս գալու համար, կարող եք դուրս գալ, թեև դա էլ, հա, այնպես չի, որ բաց է կարող են դուրս գալ, ըստ էության, այո, տոտալ շրջափակում է, բայց նրանց մոտեցումը դա է։ Դուրս եկեք, Արցախը մերն է։ Հայաստանի իշխանությունների հետ կապված կարծում եմ մենք բոլորս ենք արդեն համոզվել, որ որևէ գործուն քայլ այս ուղղությամբ չեն իրականացնում եւ չեն իրականացնում ոչ թե այն պատճառով, որ չեն կարողանում, պարզապես կամք չկա եւ չկա դա իրականացնելու ծրագիր իրենց արտաքին քաղաքական, իրենց ընդհանրապես քաղաքականության համատեքստում։ Մոտեցումները բոլորովին այլ են։ Եվ տեսեք, Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում արդեն առավել քան բացահայտ խոսվում էր այն մասին, որ Հայաստանի Հանրապետության որպես պետություն որդեգրած մոտեցումը Արցախի հայության իրավունքների պաշտպանությունն է։ Այսինքն Արցախի կարգավիճակի հարց որպես այդպիսին, քաղաքական կարգավորման հարց այսօր պաշտոնական Երևանը չի հետապնդում։ Բայց իրավունքներն էլ չեն պաշտպանում, տարրական իրավունքների զրկված են։ Միանշանակ զրկված են, չէ, Հայաստանի իշխանությունների մոտեցումն է այդպիսին, որ իրենք հետամուտ են լինում, բարձրաձայնում են այդ հարցը, այդտեղ նշում են անընդհատ ՄԻԵԴ, տարբեր ատյաններ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցի քննարկում, շուտով էլ սպասվում է ԵԱՀԿ նախարարական խորհրդում քննարկում, այսինքն այս ուղղությամբ իբրև թե գոնե խոսում են այդ մասին, որ որոշակի քայլեր անում են։ Իհարկե չեն կարող սա բավարար համարել, բայց միայն այն, որ խնդիրը դիտարկվում է բացառապես մարդու իրավունքների համատեքստում, սա արդեն խնդրեմ է, լրջագույն խնդրեմ, որովհետև մարդու իրավունքների խախտումները դրանք ածանցյալ հետևանք են գլոբալ խնդրի։ Իսկ խնդիրը այստեղ Արցախի կարգավիճակի հարցն է։ Եվ քանի դեռ կարգավիճակի հարցը կարգավորված չէ, որևէ կերպ մենք որևէ փուլում երաշխավորված չենք լինելու, որ Ադրբեջանը այլևայլ ձևերով, հա, խնդիրը միայն շրջափակումը չի։ Անընդհատ այս հարցը լինելու է, որ մարդու իրավունքները Արցախում խախտվում են։ Հետևաբար այսօր առավել քան հրատապ է նորից բանակցություններ, քաղաքական կարգավորման բանակցությունների սեղան Ադրբեջանին վերադարձնելու պահանջը։ Եվ այս ուղղությամբ պիտի աշխատանք տարվի միջազգային գործընկերների հետ։ Հայաստանի դերը, եթե Հայաստանը լիներ այդ պարտավորության կրողը, Արցախի իրավունքների պաշտպան, Արցախի գլոբալ առումով, ոչ միայն Արցախի բնակչության, պիտի Հայաստանի իշխանությունների քաղաքականության մեջ առաջին կետը հենց սա լիներ։ Բայց Հայաստանի իշխանություններն ունակ են կարգավորման հարցը այս պահին օրակարգ բերել։ Տեսեք, ունակ են, նայած ինչ նկատի ունենք, եթե ունեն կամք, այո, ունակ են, բայց ես խիստ կասկածում եմ, որ ունեն կամք, ավելին մենք ամեն օր համոզվում ենք, որ իրենց քաղաքականությունը լրիվ հակառակին է ուղղված։ Այսինքն իրենք նշում են, որ իրենց խնդիրն այսօր Հայաստանի սահմանների պաշտպանությունն է, Հայաստանի ինքնիշխանության պաշտպանությունն է, հայ-ադրբեջանական կարգավորումներով այսպես կոչված ճակերտավոր խաղաղության հասնելը եւ չկա որևէ խոսք Արցախի մասին։ Այսինքն այս իշխանությունների ծրագրերում Արցախ որպես այդպիսին, Արցախի կարգավիճակի հարց, քաղաքական կարգավորման հարց բացարձակ չկա։ Ավելին, արդեն բացահայտ ասում են, որ այդ հարցը պիտի Արցախի ներկայացուցիչները լուծեն, ոչ մի խոսք անգամ պաշտոնական հռետորաբանության մեջ Արցախի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, այս եզրույթները բացակայում են, իսկ Արցախի հայերը, Արցախի հայերի ներկայացուցիչները իրենց բառերով ասված, պիտի Բաքվի հետ բանակցեն իրենց կարգավիճակի, իրենց իրավունքների եւ այլնի շուրջ։ Այսօրվա պաշտոնական Երևանի մոտեցումը բացառապես սա է։ Այս քննի կողմից արձանագրում են, որ Բաքուն պատրաստվում է ցեղասպանություն իրականացնել Արցախում, մյուս կողմից ասում են բանակցեք Բաքվի հետ։
Սա ինչպես հասկանալ։ Այո, ասում են եւ ավելին երրորդ կողմին էլ բերում են որպես պատասխանատու, այսինքն ռուսներն են այստեղ պատասխանատու եւ այս հարցը հնարավորինս այսպես առավելագույն ձևով շահարկում են։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնության եւ Խաղաղապահ զորակազմի պատասխանատվությունը շատ նուրբ հարց է, հա, մեր հանրության մեջ անընդհատ սա ինչ որ էմոցիոնալ ավելի շատ բանավեճի է բերում, բայց իրականում մենք պիտի ընդունենք, որ ռուս խաղաղապահ զորակազմը եւ Ռուսաստանի Դաշնությունը որպես 2020-ի նոյեմբերի 10-ի փաստաթղթի երրակողմ փաստաթղթի ստորագրած կողմ ունի պարտավորություններ։ Եվ այո, այդ փաստաթղթի 6-րդ կետով սահմանված է, որ այդ միջանցքի վերահսկողությունը եւ դրանով ապահովանցման պատասխանատվությունը դա ռուսական կողմի վրա է։ Իրականացվում է այսօր դա։ Ոչ։ Բոլորս ենք տեսնում, որ այդ կետը փաստացիորեն այսօր չի իրականացվում։ Եվ հետեւաբար, այո, կան հարցեր, որոնք պիտի ուղղվեն ռուս մեր գործընկերներին, թե ինչն է խնդիրը, որ այսօր մենք ունենք նման իրավիճակ։ Բայց հարցը ունի նաև մյուս կողմը։ Եթե չլիներ ռուս խաղաղապահ զորակազմը այսօր Արցախում, այսօր առհասարակ չէր լինի Արցախ եւ չէր լինի նաև այս հարցը։ Այսինքն այն, որ այնտեղ 120,000 հայեր կարողանում են այսօր ապրել, դա այդ թվում նրա շնորհիվ է, որ ռուս խաղաղապահները Արցախում են 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած 10-ից սկսած։ Այս արձանագրումն արեց օրեր առաջ։ Այո, որովհետև սա իրականությունն է, մենք չենք կարող սրանից շեղվել կամ ուրիշ տեղ ինչ-որ պատասխաններ փնտրել։ Սա իրականությունն է, որը պիտի ընդունենք որպես փաստ։ Ուղղել պատասխանատվության բոլոր սլաքները ռուսների կողմ ազնիվ չի եւ բարոյական, եւ իրավական, եւ քաղաքական առումներով։ Հայաստանի Հանրապետությունը եւս այդ փաստաթղթի ստորագրած կողմ է։ Հետեւաբար այն թեզերը, որ 6-րդ կետում Հայաստանի Հանրապետության անուն չկա, դրանք ուղղակի ծիծաղելի են, հա, ամբողջ փաստաթղթի տակ Հայաստանի Հանրապետությունը դրել է իր ստորագրությունը։ Հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը նաեւ պատասխանատու է բարձրաձայնել եւ հետամուտ լինել այդ փաստաթղթի յուրաքանչյուր կետի խախտման դեպքում։ Այնպես ինչպես չեն վերադարձնում գերիներին եւ մենք ասում ենք իրենք խախտում են պայմանագիրը, նույն կերպ մենք պիտի աշխատենք ռուսական կողմի հետ, ստիպենք Բաքվին նստել բանակցային սեղանի շուրջ հասկանալու համար ինչի է խախտվում օրինակ նույն 6-րդ կետը։ Դե եթե խուսափում են գնալ եւ հանդիպել երրակողմ ձևաչափով, մամուլից են տեղեկանում ընդ որում ռուս գործընկերները, որ հայկական կողմը չի գնալու բանակցությունների։ Դա բոլորովին այլ հարց է եւ այստեղ խնդիրը միայն Արցախը չի եւ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները չեն։ Մենք վաղուց ենք արդեն նկատում այս արտաքին քաղաքական գիծը Հայաստանի իշխանությունների մոտ, որը ես կարծում եմ համենայն դեպս հստակ սրվեց ռուս-ուկրաինական այդ սրացմանը զուգահեռ, այսինքն փորձերը բերել աշխարհակաղակական բախումները մեր տարածաշրջան եւ մեր անմիջական խնդիրների վրա Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն իրականացնում են։ Մենք դրա ականատեսը եղանք, այն ամենը ինչ որ տեղի է ունենում, այդ թվում ունի նաեւ աշխարհակաղակական համատեքստ, դրա մասին են վկայում թե Մոսկվայից եկող ազդակները, թե Թեհրանից եկող ազդակները, եւ եթե մեզ թվում է, որ օրինակ այս շրջանում Իրանից այդպես բավական շատ չեն խոսում, իրենց սա չի հուզում, բնավ ոչ, ես վստահ եմ Թեհրանում շատ ուշադիր հետևում են զարգացումներին, որովհետև այս Լաչինի միջանցքի փակման հնարավոր պահանջներից մեկն էլ հենց միջանցքն է Սյունիքով անցնող, որը արդեն Իրանի կենսական շահերին է առնչվում։ Հետևաբար այս ամենը ունի նաև աշխարհակաղակական համատեքստ։ Հայաստանի իշխանությունների կեցվածքը մեր ռազմավարական դաշնակցի հանդեպ այսօր չափազանց շատ հարցեր է առաջ բերում։ Այսինքն ինչի ենք փորձում հասնել այս քաղաքականությունը որդեգրելով, բացահայտ կերպով հայտարարելով, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ոչ միայն անվտանգային խնդիրները չի լուծում, այլև սպառնալիք է որոշ իմաստով, հղում անելով Ադրբեջանի իբրև թե աշխարհին ասելիքներին, հա։ Եվ արևմուտքի հնարավոր ընկալումներին նաև։ Այո։ Եվ իդեպ դրա այս հայտարարությունից հետո արդեն իշխանական падգամավորներն են բավական շատ այս թեման արծարծում, այսինքն լրահոսում պարբերաբար հայտնվում են այս հարցերը։ Հետևաբար սրանք խնդիրներ են, որովհետև մենք այսօր չունենք անվտանգային այլընտրանք։ Եթե նույնիսկ մենք տեսնում ենք սխալներ մեր ռազմավարական դաշնակցի գուցե կեցվածքում, որի պատճառները մի կողմ թողնենք, հա, այստեղ պատճառները որտեղ շատ խորքային են եւ 1-2 օրվա հարց չեն։ Բայց եթե մենք չենք գնում կառուցողական ճանապարհով, օրինակ նույն ռուսների հետ նստել հասկանալ ինչու հապկը չի գործում այնպես ինչպես պիտի գործի, ինչի հայ-ռուսականի ռազմական համագործակցության համատեքստում կան խնդիրներ, ինչ պիտի արվի դրանք լուծելու ուղղությամբ, այլ գնում ենք բացահայտ նման հայտարարություններ անելու ճանապարհով, սա մեզ համար որպես պետություն բերում է լրջագույն խնդիրներ, որովհետև նորից կրկնեմ, մենք այսօր այլընտրանք անվտանգային չունենք, չի ստեղծվել այդ այլընտրանքը։ Այս իշխանությունները
Գիտեք, երաշխիքը շատ օթում ասված ինչ որ բան է, հա, մենք ռեալ չունենք այսօր առաջարկ։ Տեսեք, նույն Ուկրաինայի օրինակը, հա, որ օթում խոսալ չլինի։ Նույն Ուկրաինայի օրինակը։ Այսօր ամբողջ աշխարհը արևմուտքը իբրև թե կանգնած է Ուկրաինայի մեջքին, հա, ամեն կերպ սատարում են եւ իրականում սատարում են զենքի առումով օրինակ, ֆինանսական առումներով, բայց նույն ՆԱՏՕ-ն ընդգրկվելու այդ իրանց փափագը ցանկությունը մենք տեսնում ենք թե կամ ԵՄ մտնելու, այսինքն դա մեկ օրում արվող գործընթաց չէ որևէ կերպ։ Իսկ մեր մարտահրավերները, մեր անվտանգային խնդիրները այնքան սուր են, որ յուրաքանչյուր օրն է, այո, մեզ համար կարևոր։ Եվ բացի այդ չպիտի մոռանանք, թե մենք ինչ տարածաշրջանում ենք ապրում։ Այսինքն հույս ունենալ, որ պիտի արևմուտքը այստեղ այնպիսի ներգրավվածություն ունենա, ինչպես Ռուսաստանը կամ Իրանը, դա թույլ տվեք ասել միամտություն է։ Այստեղ արևմուտքը Թուրքիան չէ իրականում։ Իրականում այո, այդ խնդիրն էլ կա, այսինքն արևմուտքը ես նկատի ունեի այն, որ իշխանական թևը եւ պրոիշխանական ուժերը նշում են, որ Միացյալ Նահանգները մեզ կսատարի, Եվրոպական միությունը, նույն դիտորդները հիմա ավելի մեծ քանակով են չէ գալու, այո։ Սա իրականացվող նախագծեր պարզապես չեն կարող լինել։ Եվ այո, շատ ճիշտ նշեցիք, իրականացնողը հողի վրա լինելու է իրենց ռազմավարական դաշնակիցը, ՆԱՏՕ-ի անդամը Թուրքիան։ Մեր ճանապարհը, եթե մենք հրաժարվում ենք Ռուսաստանից եւ իբրև թե դեպի արևմուտք ենք փորձում գնալ, սա է լինելու։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ելույթներին որևէ կերպ չի արձագանքում, բայց Արցախի իշխանությունների հայտարարության անվտանգության խորհրդի հայտնի հայտարարությանը նա արձագանքել էր կոչ անելով Արցախի իշխանություններին խուսափել իրադրությունը ել ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից։ Այսինքն Ալիևի հայտարարությունների իրավիճակը փակուղային չեն դարձնում, Արցախի իշխանությունների հայտարարություններն են դարձնում։ Տեսա նորություն չի իրականում։ Հայաստանի իշխանությունների վանձամբ վարչապետի մոտեցումն սա նորություն չի։ Առաջին անգամը չի, որ չի արձագանքում Ալիևի հայտարարություններին եւ ռազմատենչ այդ թվում բացահայտ ռազմատենչ հռետորաբանությանը։ Բայց Արցախի իշխանություններին է արձագանքում։ Բնականաբար, որովհետեւ այստեղ վերջին հայտարարությունները բոլորս էլ հիշում ենք, այդ թվում ուղղված էին Հայաստանի իշխանություններին, կային որոշակի դժգոհության ալիքներ եւ բնականաբար սա բերել էր նաեւ այսպես անդրադարձ եւ պաշտոնական Երևանի կողմից։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է եւ Արցախի իշխանություններին կոչ է անում չիրականացնել քայլեր, որոնք ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար։ Այսինքն սա փաստացի հանձնվելու կոչ չէ Արցախին։ Այս մոտեցումը Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի իշխանությունները որդեգրել են 20 թվականից հետո, այսինքն յուրաքանչյուր դեպքում, երբ թշնամին պահանջում էր եւ բացահայտ ագրեսիա էր իրականացնում, իրենք նշում էին, որ իրենք ամեն ինչ անում են խաղաղության համար եւ հետեւաբար զիջում պատրաստ են զիջումների, ցավոտ զիջումների հանուն խաղաղության։ Իրականում մենք արդեն երրորդ տարին ենք համոզվում ենք, որ այդ զիջումները եւ միակողմանի զիջումները որևէ կերպ խաղաղության չեն տանելու։ Այսինքն սա մենք 2020-ից գիտեինք, հասկանալով թե ինչ պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը, որովհետև նրանց ընկալման մեջ զիջում դա բարի կամքի դրսևորում չի որևէ կերպ։ Զիջող կողմը թույլ պարտվող կողմն է եւ իրենք հասկանում են, որ պիտի հնարավոր առավելագույնը նրանից պոկեն։ Այս երկրների քաղաքականությունը եւ մոտեցումը սրա վրա է հիմնված։ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ ինչ-ինչ զիջումներ անելով հնարավոր է կառուցել խաղաղություն։ Սա միֆ է, չի կարող նման բան լինել։ Եվ այսօր նույն այդ մոտեցումն էլ փորձում են պրոյեկտել Արցախի հետ կապված, որ հանկարծ թույլ չտանք լայնածավալ գործողություններ, հանկարծ հակառակ որևէ բան չանենք եւ որովհետեւ դա կբերի պատերազմի։ Այսինքն այսպես սև ու սպիտակ սեպտեմբերյան պատերազմը հենց այդ զիջողական քաղաքականության արդյունքում էր նաեւ։ Իհարկե, այսինքն որևէ կերպ մենք դրանով ապահովագրված չենք։ Եվ բացի այդ հանրությանը մատուցվում է իրավիճակը սև ու սպիտակի մեջ, հա, միայն, այսինքն կամ մենք զիջում ենք, կամ լինում է պատերազմ։ Ոչ, կա աշխատանքի շատ լայն դաշտ միջազգային հանրության հետ։ Գոյություն ունի միջազգային ճնշում ասվածը, որը այսօր Ադրբեջանի վրա չկա, եւ այդ չկայի պատասխանը մենք այդ թվում հայկական կողմերի արածի ու չարածի մեջ պիտի գտնենք։ Այսինքն նստել, սպասել, որ միջազգային հանրությունը այլ պետություններ, թեկուզ գործընկեր, թեկուզ բարեկամ պիտի մեր շահերը պաշտպանեն, այն դեպքում, երբ մենք ասում ենք ամեն ինչ զիջենք, մենք պատրաստ ենք մենակ խաղաղության, սա անհնար է։
Այստեղ պետք է աշխատանք շատ հետևողական, մանրակրկիտ եւ ամեն րոպեն ու ամեն ժամը շատ թանկ է այս աշխատանքը իրականացնելու համար։ Տեսեք, նույն ընդհանրապես վերջերս Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահն էր Հայաստանում եւ հայտարարությունները, որոնք արվում էին, իրականում զավեշտալի էին որոշ իմաստով, հա, այսպես զարմանք էին առաջացնում առնվազն։ Եվ սրանք հերթական ապացույցն են նրա, որ անգամ Ֆրանսիան որպես մեզ համար այդքան բարեկամ եւ այդ աստիճան դրական տրամադրված երկիր, այսօր նման բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից նման հայտարարություններ են հնչում։ Այսինքն դա վկայություն է նրա, որ այստեղ հայկական կողմի աշխատանք չկա, տոտալ բացակայում է։ Եվ եթե մենք ընդունենք, հա, ստիպված ենք ընդունել, որ Հայաստանի իշխանություններին այս իրավիճակում պիտի դնենք մի կողմ, որովհետև ինչպես արդեն ասեցի, իրենք կամք չունեն, իրենք ցանկություն չունեն դա անելու։ Պիտի դնենք մի կողմ եւ հետեւաբար միջազգայինի հետ աշխատանքի իրականացնողներին պիտի փորձենք այսպես ուրվագծել, պատկերացնել, հա, նույն Արցախի իշխանությունները պիտի այդ դերը ստանձնեն։ Այո, չճանաչվածությունը խնդիր է, բայց դա չի բացառում համագործակցությունը, չի բացառում Սփյուռքի մեր ներուժի օգտագործմամբ եւ կիրառմամբ այդ թվում, նույն ֆրանսիական համայնքի ուժերի օգտագործմամբ, հայ առաքելական եկեղեցու ողջ ռեսուրսի օգտագործմամբ։ Այսինքն սրանք հնարավորություններ են միջազգայինի հետ աշխատելու, դնելով պաշտոնական Երևանին մի կողմ, որովհետեւ անձամբ ես ոչ մի հույս չունեմ, որ իրենք այսքան ժամանակ ասել ենք ոչինչ չի արվել։ Ինչ է վերջը որոշումներ կայացնողը։ Ում համար որոշումներ, Արցախի համար չէ։ Արցախը ինքն իր համար կարող է որոշումներ կայացնել։ Եվ Արցախը պիտի այդ որոշումները կայացնի ու հետամուտ լինի այդ որոշումների իրականացմանը։ Այսօր պաշտոնական Երևանը վարչապետի մակարդակով ասում է Ղարաբաղի իշխանությունները պիտի բանակցեն Բաքվի հետ։ Իսկ Արցախի իշխանությունները մինչև Բաքվի հետ բանակցելուն հասնելը այդ հնարավորությունը բացառելու համար այդ թվում, որովհետև այդ բանակցությունը բոլորովին այլ կոնտեքստում է, հա, լինելու, հեչ այնպես չի լինելու, ինչպես ներկայացվում է։ Իրանք պիտի բանակցեն ու խոսեն միջազգային հանրության հետ։ Նույն Արցախի արտաքին գործերի նախարարը այս օրերին բլոկադայի շրջափակման օրերին Երևանում է։ Ինչ քայլեր են իրականացվում այս պաշտոնյայի շփումները հնարավոր բոլոր մակարդակներում ու բոլոր կարևոր անձանց կառույցների հետ կազմակերպելու համար։ Ինչու ենք բացառում, որ նույն արտաքին գործերի նախարարը Արցախի ինքը մեկնի տարբեր երկրներ այդ մակոքային դիվանագիտություն ասվածի շրջանակներում հանդիպումներ ունենա, հայ համայնքին օգտագործի տարբեր երկրների, նրանց միջոցով կարևոր դերակատարների հետ, թեկուզ ոչ հրապարակային, հա, բայց Արցախի ձայնը բարձրացնի։ Իսկն այս ուղղությամբ ոչինչ չի արվում ըստ էության, ոչինչը երևի մի քիչ շատ բան է, համենայն դեպս արդյունք ապահովելուն ուղղված քայլեր այսօր տեսանելի չէ։ Իդեպ նույնիսկ երբ Հայաստանի իշխանություններն ասում են, որ միջազգային հանրության հետ են աշխատում, փորձում են դատապարտող հայտարարություններ ստանալ, մենք տեսնում ենք, որ դա դարձյալ հանրային սեկտորն է կազմակերպում։ Օրինակ, նույն Թաթոյան հիմնադրամը հրապարակել էր այսօր Ալիևի ելույթի այդ ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը զարգացնում է կեղծ թեզեր, փորձելով ստեղծել ռազմական ագրեսիայի արհեստական հիմքեր, եւ դրանք ուղարկել էին ԵԱՀԿ, ՄԱԿ եւ տարբեր միջազգային կառույցների։ Այսինքն նույնիսկ այս պարագայում Հայաստանի իշխանությունները գործուն քայլեր չեն կատարում։ Չէ, ես իսկապես բոլորիս առաջարկում եմ մի կողմ դնել Հայաստանի իշխանություններին, այսինքն ակնկալել ինչ-որ բան նրանցից, դա ժամանակի զուր կորուստ է։ Իսկ Արցախն այսօր չունի այդ ժամանակը, դա շռայլություն է մեզ համար։ Այսօր 37-րդ օրն է, սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի լրջագույն խնդիր կա։ Եվ աշխատանքը պիտի լինի բոլոր ուղղություններով, նույն Կարմիր խաչի հետ։ Ըստ էության այսօր Կարմիր խաչն է, որ ինչ-ինչ օգնություն տանում տեղ է հասցնում։ Բայց արդյոք այսօր Կարմիր խաչի հետ չունենք մենք բանակցելու հարցեր, թեկուզ այն կոնտեքստում, որ նման իրավիճակում ագրեսորի համաձայնությունը ստանալու խնդիր չպիտի հետապնդի նույն Կարմիր խաչը։ Արդյոք մենք այդ ծավալների հետ կապված, այլ եղանակներ ու միջոցներ գտնելու հետ կապված Արցախին ես գոնե այս հումանիտար աղետը կանխելուն ուղված անելիք չունենք, իհարկե ունենք։ Եվ այստեղ չպիտի անընդհատ սլաքներն ուղենք, որ Հայաստանի իշխանությունները կարող էին, այո, կարող էին, պիտի անեին, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք։ Հետևաբար պիտի փորձենք դրանից դուրս տեսնել, ինչ կարող ենք անել, հակառակ պարագայում դառնում է Հայաստանի այսօրվա իշխանությունների ասածը, հա, ձեռքներս լվանում ենք, ասում ենք ոչինչ չունենք անելու, ու ըստ էության հանձնվում ենք։ Իսկ ճանապարհի բացման հնարավոր տարբերակները որոնք են ձեր կարծիքով։
Ես կարծում եմ, որ այս ուղղությամբ առաջին հերթին պիտի Արցախի իշխանությունները փորձեն Ռուսաստանի Դաշնության իրենց գործընկերների հետ ուղիղ եւ անմիջական օպերատիվ կապի հնարավորություններ ստեղծել։ Այսինքն այս կապը այլևս չպիտի լինի միջնորդավորված կամ այսպես երկարաժամկետ ծավալներ ընդգրկող, հա պիտի շատ օպերատիվ լինի։ Յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար իր գործընկերոջ հետ պիտի ունենա նման կապի հնարավորություն։ Սրանից հետո պիտի օրակարգային լինի ռուս գործընկերների հետ բանակցություններում օդային կապի բացումը, օդային հաղորդակցության բացումը եւ ընդ որում ոչ միայն Հայաստանի քաղաքներ, հա պիտի Արցախը ունենա այլընտրանք ճանապարհի օդային ճանապարհը այս դեպքում եւ ռուսական կողմը պիտի ապահովի, հասկանում ենք, որ եթե չլինի ռուսական կողմի ապահովումը, այդ ճանապարհը չի կարող գործել օդային։ Հետևաբար սա այս համատեքստում եւ սրա շրջանակներում քննարկվող հարց է։ Եվ ընդ որում, եթե հասնում ենք նրան, որ օդային հաղորդակցությունը իրականացվում է, դա չպիտի դիտարկվի բացառապես այս օրերին շրջափակման համատեքստում, դա պիտի գործի նաև Լաչինի միջանցքը բացելուց հետո որպես այլընտրանքային ճանապարհ։ Ես կարծում եմ առնվազն այս երկու հարցը պիտի լինեն այսօրվա Արցախի իշխանությունների համար թիվ 1 խնդիրը եւ սրան զուգահեռ ռուս գործընկերների հետ իրենց քայլերը սինխրոնացնելու, նրանց հետ աշխատելուն զուգահեռ պիտի աշխատանքներ տարվի միջազգային հանրության գործընկեր երկրների հետ, ինչպես արդեն նշեցի։ Նույն Ֆրանսիայում մենք ունենք շատ լավ տրամադրված կառավարություն, հա, տրամադրված պրոհայկական իշխանություններ, որոնք շատ դեպքերում օրինակ Բաքվի զայրույթն են առաջ բերում, բայց սա պիտի փորձենք օգտագործել։ Ընդ որում մենք այս մասին էլի ենք խոսել, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքում պիտի փորձ արվի արդեն բանաձևային եւ շատ հստակ արդյունք ակնկալող բանակցություններ տանել, հա, օրինակ նույն միջազգային գործընկերները, ենթադրենք ֆրանսիական կողմը Ադրբեջանից պահանջում է կոնկրետ ժամկետներում բացել Լաչինի միջանցքը, այլապես իր օրակարգում բերում է Արցախի ճանաչման հարցը։ Սա արդեն խնդիր է, որ Ադրբեջանին կաշկանդող կլինի եւ կստիպի որոշակի քայլեր իրականացնել։ Բայց շատ տեսական է սա։ Գիտեք, պիտի փորձել։ Այսինքն մենք սա չենք փորձել երբևէ։ Եվ օրինակ նույն Ֆրանսիայի հետ կապված ես չեմ կարծում, որ շատ տեսական է, որովհետև նույն պատերազմի օրերին Ֆրանսիայում կար այնպիսի մթնոլորտ, որ ճանաչումը արդեն անկախ մեր աշխատանքից գրեթե իրականություն էր դառնում։ Ֆրանսիայի ազգային ժողովի երկու պալատները ընդունեցին համապատասխան բանաձևեր ուղղված պետությանը ղեկավարին, եւ այստեղ շատ հետաքրքիր էր նույն արտաքին գործերի նախարարի Ֆրանսիայի ելույթը, որ Հայաստանի մեր գործընկերները մեզնից չեն խնդրում ճանաչում, այսինքն իրենք պատրաստ էին, բայց պետք էր նաև Հայաստանից որոշակի աշխատանք։ Այս մասին Վլադիմիր Պուտինն էլ խոսեց։ Ճանաչման հետ կապված։ Այո, հետեւաբար պիտի փորձենք այս ուղղությամբ աշխատանքներ տանել։ Տեսեք, այնինչ անում է Բաքուն այսօր, սարսափելի հակամարտկային թշնամական գործողություններ են, բայց դրանք մեզ տալիս են հնարավորություններ։ Այո, այսօր դժվար է նույնիսկ այդ բառը արտաբերել հնարավորություններ, որովհետև դա մեր հայրենակիցների իսկապես մեծ զրկանքների գնով է, բայց պիտի փորձենք կապիտալիզացնել այդ հնարավորությունները։ Առաջին եւ շատ կարեւոր հնարավորությունը, որ անջատում հանուն փրկության բանաձևն այլևս այլընտրանք չունի։ Բաքուն ցույց է տալիս, որ հայերը չեն կարող ապրել, հայերի իրավունքները չեն կարող պաշտպանված լինել Ադրբեջանի կազմում։ Հետևաբար սա պիտի փորձ արվի ամեն կերպ յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել սա կապիտալիզացնելու համար։ Երկրորդ կարևոր խնդիրը իհարկե ճանաչումն է, որը բխում է առաջինից, հա, այսինքն ճանաչումը դրա իրականացման գործիքներից մեկն է։ Միջազգային հանրությունը պիտի իրականացնի իր այդ քայլը պաշտպանելու համար 120,000 բնակչության։ Մարիա Զախարովան օրերս անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է ընդունել Ղարաբաղյան խնդրի կարգավորման ռուսական տարբերակը եւ նշել էր, որ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են։ Զախարովան նաեւ կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին հայ ժողովրդին ազնվորեն պատմել իր պայմանավորվածությունների մասին։ Ձեր կարծիքով ինչ է հայ ժողովրդից թաքցնում Նիկոլ Փաշինյանը։ Դժվար է պատասխանել ինչ է թաքցնում, ես կարծում եմ շատ բան կա թաքցնելու։ 2020-ից հետո նույն Սյունիքի համար կարևոր նշանակություն ունեցող բարձունքների հանձնումը, որ հետո պարզվեց, որ բանավոր պայմանավորվածության արդյունք էր։ Ես փաստերն եմ, հա, ասում, որոնց արձանագրումը մենք հետո տեսել ենք, դրանից առաջ էլ միգուցե շատ պայմանավորվածություններ են եղել։ Եվ հետեւաբար մենք արդեն ունենք փաստեր եւ այդ փաստերով կարող ենք խոսել, որ հետո է հայ հանրությունը,
հայաստանյան հասարակությունը իմանում ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Նույն նոյեմբերի 10-ը ըստ էության մարտ երկրի ղեկավարը անընդհատ պնդում էր, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում, ցանկացած փաստաթուղթ, բանակցվող ցանկացած փաթեթ ինքը պիտի բերի, ներկայացնի, մի գիշերվա մեջ ստորագրեց եւ ժողովուրդը ընդամենը դրանից հետո իմացավ, հա, post factum իմացավ։ Այսինքն թաքցնելու, կարծում եմ, ահագին բան կա թաքցնելու հայ հասարակությունից, ըստ էության այն բանակցությունները, որոնք տեղի էին ունենում արևմուտքի հովանու ներքո, դրանք գրեթե գաղտնազերծված չեն։ Այո, մենք կարող ենք որոշակի, այսպես եզրահանգումներ անել, բաց աղբյուրներից եւ այդ համատեղ հայտարարություններից ելնելով։ Եւ ընդ որում մեզ համար բավական, այսպես վատ շեշտադրումներով, հա, նույն կհիշեք Արմեն Գրիգորյան Հաջիև այդ բանակցությունների արդյունքում ինչ որ փաստաթղթի նախագիծ կար, այո, որը տարածվեց զանգվածային լրատվական միջոցներով, սոցցանցերով եւ այնտեղ Արցախի մասին, այսինքն Արցախի անկախ լինելը որևէ կերպ արդեն զրոյացվում էր, հա, արևմուտքի մոտեցումը հետեւաբար սա էր եւ արևմուտքի առաջարկածը սա էր, բայց դետալներով ինչ են բանակցել, ինչպես իհարկե հայտնի չէ։ Ես չեմ կարող ասել եւ կարծում եմ որևէ մեկը փորձագիտական հանրույթից առնվազն չի կարող ասել ինչ է թաքցնում, բայց այն մոտեցումը, որ որդեգրվել էր 2018-ից սկսած, լինել թափանցիկ եւ ամեն ինչ ասել հանրությանը, այսօր դրա ճիշտ հակառակ պատկերը ունենք, ոչ թե չի գործում մասամբ, այլ դրա ճիշտ հակառակ պատկերն է։ Իդեպ այս քաղաքականությունի վերջը չի բերելու պատերազմը։ Փորձագետները այս մասին շատ են խոսում, որ հնարավոր չի լինելու պատերազմից խուսափել։ Գիտեք, մենք եւ մեր տարածաշրջանը եւ այսօր արկա վիճակը Հայաստանի ու Արցախի շուրջ թույլ չեն տալիս շատ լավատեսական կանխատեսումներ ունենալ։ Այսինքն հավանականությունը պատերազմի միշտ եղել է։ Երբեք ես չեմ պատկերացնում, որ նույնիսկ 30 տարիների ընթացքում, այո, փոքր մեծ այդ ծավալները փոխվել են, հա, հավանականության աստիճանը փոխվել է, բայց այդ հավանականությունը միշտ եղել է։ Այսօր իհարկե շատ բարձր է հավանականությունը, որովհետև մենք հասկանում ենք, որ այո, կան պայմանավորվածություններ, որոնք չեն իրականացվում դաշնակիցների հետ, գործընկերների հետ, հակառակորդի հետ բանակցություններում, կա Ադրբեջանի կողմից ակնհայտ ագրեսիա Թուրքիայի դրդմամբ ու սատարմամբ եւ այդ ամենը այսպես հիմքեր է տալիս, հա, կանխատեսելու, որ հնարավոր է եւ նորից ռազմական, գուցե եւ ավելի լայնածավալ, ես չեմ կարող այսօր ասել, բայց դրա հավանականությունը որևէ կերպ զրոյական չի։ Իսկ հապկ զորավարժություններից հրաժարվելու պատճառը ձեր կարծիքով ո՞րն էր։ Ասում են դա կարող է այլ կերպ ընկալվել, այս իրավիճակում Հայաստանը պատրաստ չէ, բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը այս ընթացքում բազմաթիվ զորավարժություններ են անում, հիմա այլ Թուրքիան 7 երկրների հետ համատեղ կարծում է զորավարժություններ անում Հայաստանի հետ սահմանին։ Հապկի հետ կապված շատ հստակ է, հայ-ռուսականի ներքո էլ դրա մասին խոսեցինք, այսինքն իրենց խնդիրը այսօր Ռուսաստանից հեռանալն է եւ Ռուսաստանը որպես Հայաստանի անվտանգության համակարգում մաս կազմող, հա, արտաքին բաղադրիչ, դրա դուրս մղումը, փոխումը իրականությունը։ Սա է հարցը, ինչ է տալու։ Ես կդժվարանամ ասել ինչ է տալու, ըստ էության մոտեցումը այն է, որ մենք դեպի արևմտյան ենք ավելի շատ գնում։ Ինչ է տալու, ես չգիտեմ, որովհետեւ զուտ տեսականորեն, երբ որ մենք փորձում ենք վերլուծել, դա Հայաստանին ոչինչ չի տալու, ինչ է իրենց տալու անձամբ, ես չգիտեմ։ Մենք որպես պետություն դրանից միայն տուժելու ենք, որովհետև լավ թե վատ, եթե դու ունես անվտանգային արտաքին անվտանգային բաղադրիչ, իսկ դա կարևոր գործոն է, դա պետության անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից մեկն է։ Դու պիտի փորձես որպես երկիր պետություն անել ամեն ինչ դա առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Այսօր արվում է ամեն ինչ այդ բաղադրիչից հրաժարվելու ուղղությամբ։ Հետևաբար ինչ է տալիս իրենց, ես չունեմ այդ հարցի պատասխանը, անձամբ որպես իշխանություն կամ որպես անհատներ։ Ինչ է տալիս երկրին, ես միանշանակ կարող եմ ասել, որ նոր ռիսկեր ու նոր մարտահրավերներ։ Քանի որ ձեր խոսքում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին գնաց եւ հանրության հետևում ստորագրեց այդ փաստաթուղթը, նա ասուլիսի ժամանակ ասում էր, որ Արցախի անունից որոշումներ կայացնելու իրավունք չունի, որ 2018 թվականից սկսած իրենց քաղաքականությունը այդ ուղղությամբ է գնացել։ Դուք նոյեմբերի 9-ը հիշեցիք, նաեւ շատերը հիշում են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Հետեւաբար, եթե 18 թվականից նրա քաղաքականությունն այնպեսին է, ինչպեսին ինքն է նշում, ինչեր նման հայտարարություններ անում եւ ինչեր ստորագրում կապիտուլյացիոն փաստաթուղթը, որևէ տրամաբանություն տեսնում եք այս հայտարարություններում։ Որևէ կերպ տրամաբանություն չկա ամբողջ այդ ժամանակահատվածին, ոչ միայն այդ երկու հայտարարություններում, 2018-ից սկսած մինչև եթե շատ առաջ էլ չգնանք պատերազմի
սկիզբ արվել են Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարություններ, որոնք բառացիորեն քաոսի են վերածել բանակցային ամբողջ գործընթացը։ Այսինքն առնվազն միմյանց հակասող, եթե նույնիսկ ռիսկերը մի կողմ թողնենք, միջազգային գործընկերների միջնորդների տեսանկյունից միմյանց հակասող հայտարարություններ։ Այո, ի սկզբանե ասվեց, մենք չենք բանակցելու Արցախի անունից, դրա հիմնավորումները պարզապես այսպես մեղմ ասած անլուրջ էին, բայց անգամ այդ իրավիճակում ռիսկերը չհաշվարկվեցին եւ այսպես կոչված Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ավելի ակտիվացավ։ Հետո արվեցին հայտարարություններ, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, որը այդ թվում մեր միջազգային գործընկերների մեր ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի Դաշնության կողմից բերեց այսպես չհասկացված արձագանքներ, որ իրենք չէին հասկանում սա ինչ է։ Նույն Լավրովը Վալդայի այդ համաժողովի ընթացքում ասաց, որ նման հայտարարությունները որևէ կերպ չեն բխում ընդհանուր գործընթացի տրամաբանությունից եւ կառուցողական չեն։ Հետո արվեցին ինչ-որ հայտարարություններ, որ լուծումը պետք է երեք երկրների ժողովուրդներին, երեք կողմերին այսպես ընդունելի լինեն, ինչը հարցականի տակ էր դնում ուղակի կամ անուղակի արդեն Արցախի ինքնորոշման հարցը։ Այսինքն հայտարարությունները բազմաթիվ են, մենք կարող ենք շատ երկար թվարկել։ Տրամաբանություն սրանց մեջ չկար, բացի նրանից, որ ստեղծես քաոս եւ գուցե ինչ-որ բաներ փորձեն այդ քաոտիկ իրավիճակից իրենք ստանալ, իրենք ոչ պետությունը։ Դրանից դուրս ես ոչինչ չեմ տեսնում։ Պետությունը միայն տուժեց, այո։ Մենք, որ 30 տարի շարունակ կառուցողական գործընկերոջ կեցվածք ենք ունեցել, մեր գործընկերների համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից մենք ընկալվել ենք որպես կառուցողական։ 18-ից 20 թվականների այդ 2 տարվա ընթացքում հասցրեցին անել այնպես, որ կառուցողական էր ընկալվում Բաքուն, ով ժամանակ էր տալիս Նիկոլ Փաշինյանին ծանոթանալ բանակցություններին, իսկ Հայաստանն արդեն ապակառուցողականն էր, որովհետև անում էր հայտարարություններ, որոնք փակուղի էին մտցնում բանակցային գործընթացը։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 10-ի փաստաթղթին, գիտեք, դրա հետ կապված լեգիտիմության հետ կապված բավական լուրջ հարցեր կան։ Այսօր այո, քաղաքական առումով դա փաստաթուղթ է, որին բոլորս հղվում ենք եւ ըստ էության դրա հիման վրա է այսօր այս փխրուն խաղաղությունը, եթե կարելի է այդպես կոչել, պահպանվում, հրադադարի եռակողմ հայտարարություններ, բայց ըստ էության լեգիտիմության խնդիրներ կար։ Այո, Նիկոլ Փաշինյանը չէր կարող Արցախի տարածքները զիջելու մասին փաստաթուղթ ստորագրել, նա չուներ դրա իրավասությունը։ Հետո արվեց հայտարարություն, իբրև Արայիկ Հարությունյանն է այդ համաձայնությունը տվել։ Արայիկ Հարությունյանը եւս չուներ ոչ մի իրավունք նման համաձայնություն տալու, որտեղ Արցախի գործող սահմանադրությամբ երկրի պետության Արցախի հանրապետության տարածքային զիջումները միանձնյա երկրի նախագահի որոշելիքը չեն։ Հետևաբար այստեղ լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիրներ կային, այսինքն խնդիրը միայն ժողովրդի թիկունքում անելը չէր։ Դա բարոյական տեսանկյունից, իրենց հռչակած սկզբունքներին դեմ քայլեր, բայց իրավական էլ դրա հետ կապված բավական լուրջ խնդիրներ կան։ Կա որ դուք վերջերս եք գիրք հրապարակել այս թեմայով, թե ինչը բերեց պատերազմի, հաշվի առնելով այն ընթացքը, ինչ որ կար այդ ժամանակ, եւ ներկայիս ընթացքը դարձել գալիս ենք այդ հարցին, արդյոք այս գործողությունները Հայաստանի իշխանությունների մեր գլխին նոր պատերազմ չեն բերելու։ Տեսեք, իրականում, եթե մենք փորձենք այսպես գործընթաց որպես դիտարկենք այս ամբողջը, մեր պատերազմը չի էլ ավարտվել եւ այդ պարտությունը չի էլ ավարտվել, այսինքն նորի մասին խոսելու խնդիր այսօր չկա։ Այսօր շարունակվում է այո այն պարտությունը, որը սկսվեց, եթե շատ կոնկրետ ասենք 2020-ի պատերազմով, իսկ ես կարծում եմ շատ ավելի վաղ է սկսվել դեռ քաղաքական ասպարեզում, բայց դիցուք 2020-ի պատերազմով սկսված պարտությունը այսօր շարունակվում է։ Եվ այսօր Արցախի մեր հայրենակիցները, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցները այսօր այդ շարունակվող պատերազմը ամեն օր տեսնում են իրենց աչքի առաջ, զգում են իրենց մաշկի վրա, այսինքն դա որևէ կերպ չի ավարտվել եւ նոր պարտությունից, նոր պատերազմից խոսելու անհրաժեշտություն մենք չունենք։ Մենք այսօր չենք հաջողել կանգնեցնել պարտության անիվը, հասկանում եք, դեռ ուր մնաց խոսենք նոր խնդիրներից։ Այսօր շարունակվում է այդ ընթացքը, պարզապես մենք այդ ընթացքի մեջ ենք։ Իսկ այդ պարտության անիվը կանգնեցնելու հնարավորություն տեսնում եք այս բանը։ Ես հնարավորություններ միշտ եմ տեսնում, միգուցե մեր մասնագիտությունից է, բայց անելանելի իրավիճակներ կարծում եմ չկա։ Դուք իմ գիրքը ցիտեցիք, ես դրա հետ կապված գիրքը ընտրված պարտություն է վերնագիրը եւ շնորհանդեսին էլ այդ մասին խոսեցինք, որ եթե ուզում ենք փոխել մեր իրականությունը, պիտի փոխենք մեր ընտրությունը։ Բառից ամենալայն իմաստով, հետեւաբար մեր դերակատարումը զրոյական չի այս գործընթացներում։ Եվ եթե մենք ունենք
կամք, վճռականություն փոխելու այս իրականությունը, կանգնեցնելու պարտության այս անիվը, ես վստահ եմ կարող ենք։ Կան շրջանակներ, որ հայ ժողովրդին համոզում են, որ դուք ոչ մի բան անել չեք կարող եւ աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է որոշեն ձեր փոխարեն։ Հենց այդ շրջանակների քաղաքականությունն էլ ուղղված է նրան, որ մենք կորցնենք ամեն ինչ, մենք լինենք պարտվողի դիրքերից։ Եթե մենք չենք ուզում լինել նման դերում, մենք պիտի վերարժևորենք, վերագնահատենք մեր դերակատարումը այս գործընթացներում եւ այո, ամենքս մեր տեղում փորձենք օգտակար լինել այդ ամբողջ գործընթացին, հաղթահարելու գործընթացին։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր։ Ես եմ շնորհակալ։ 168 TV-ի եթերում ռևյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։